այս եւ մյուս 8 մուլտֆիլմները երեխաների եւ ուսուցիչների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Բանիմացիա մուլտերի շարքը մի քանի ամսում միլիոնից ավելի դիտումներ է հավաքել համացանցի տարբեր հարթակներում։ Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքը պատմում է Հայաստանի պատմության, հետաքրքիր էջերի, հայկական մշակույթի եւ ազգային ավանդույթների մասին։ Այս անչափ կարևոր եւ հետաքրքիր նախաձեռնության մասին գաղափարից մինչեւ իրականություն խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է Բանիմացիա գաղափարի հեղինակ, Սանասար հիմնադրամի հիմնադիր Արա Պետրոսյանը։ Բարի լույս, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ ուզել գերծանրաբեռնված գրաֆիկով ժամանակ հատկացրեցիք մեզ։ Ինչպես առաջացավ գաղափարը այս ամենը ստեղծելու, միթե ինքնությունն էինք մեր կորցնում եւ սա այն ճանապարհներից, տարբերակներից մեկն էր վերականգնելու ու երեխաների միջոցով։ Դե բոլորս համաձայն ենք դրա հետ, որ մենք աստիճանաբար կորցնում ենք մեր ինքնությունը։ Այդ տեսակի պահպանման խնդիր կա։ Ու թեև մենք կարող ենք շատ հայրենասեր լոզունգներ ասել, բայց երիտասարդ սերնդի ենթագիտակցության մեջ կա մի բան, որ մենք այդքան էլ հաջողակ չենք, որ մենք առաջի սորտ չենք։ Դե միտք առաջացավ, որ մեր բազմահազարամյա պատմության մեջ գտնել են դրվագները, այն հատվածները, երբ որ մենք լավ էլ հաջողակ էինք։ Ու այդ դրվագների շուրջ, քանի որ մենք պետքա դիմենք մատրաշ սերնդին, ակնկալելով որ նրանց մոտ ինչ-որ բան կստացվի, ինչ-որ մեր մոտ չի ստացվել, իմ սերնդի մեջ չի ստացվել, նրանց ներշնչել միտք, որ չէ մենք լավ էլ առաջի սորտ ենք, ժամանակին, երբ որ մի քիչ աչալուրջ ենք եղել եւ հավաքված, վերոնց ամեն ինչ ստացվել է, թե Հայկ Նահապետի մոտ, թե Մաշտոցի մոտ, թե Արտաշեսի կամ Տիգրանի մոտ։ Սենց։ Ու այդ լեզվով խոսանք երեխեքի հետ, ոչ թե քարոզներով։ Երևի սա էլի ինչ-որ բան։ Չէ, շատ ճիշտ եք։ Նայեք, 9 մուլտֆիլմ կա դեռ, Այբուբեն, Քրիստոնեություն, Հայկ Նահապետ, նախ գործ ունենք երեխաների հետ եւ ամենահետաքրքիրը այն է, որ այս շատ կարճ րոպեների ընթացքում այդ մեծ չափի ինֆորմացիան ինչպես կարելի է մաքսիմալ սեղմել, որպեսզի չկորցնենք ահռելի աշխատանք։ Ամենածանր մասն է աշխատանքի, որ երբ որ վերցնում ես որևէ թեմա, փորձում ես այդ թեման կարճ պատմել, դուրս է գալու, որ չես կարողանում։ Կարճ խոսալու համար շատ մեծ տաղանդ է պետք։ Մեր ուժը պատում է 4-5 րոպեի մեջ շարադրել, այն էլ ահագին բան դուրս է մնում, ու սկսում ես մտածել, որը հանեմ դուրս, սա հանեմ թե նա։ Նույն իհարկե սա ես չեմ անում, ես գաղափարի հեղինակն եմ, ունեմ կրեատիվ պրոդյուսեր Վայանյան Էդիկն է, որի հետ միասին մենք քննարկում ենք, ինքը գրում է սցենարը եւ իրականացում արդեն տալիս ենք Ռոբերտ Սահակյան ստուդիային, որոնք որ իմ կարծիքով լավագույն անիմատորներն են այսօր Հայաստանում։ Ինչու՞ հենց բանիմացիա։ Իմանալ եւ անիմացիա, հա։ Շատ բարդ բառ է, էլի Էդիկի հորինվածքն է։ Բան, իմանալ, անիմացիա, այդ սաղ մի բառի մեջ ամփոփված է։ Իմացությունը, անիմացիան, բանը որ էությունն է։ Օրինակ գիտական բոլոր չափանիշներին համապատասխանելու համար ըստիս պետք է ինչ-որ աղբյուր կամ թիմ ունենալ համապատասխան, որը որ կվերջնական կհաստատի, հա, այն ամբողջ սցենարը, որը որ դուք մշակում եք, մի բան ավել կամ պակաս չլինի, կամ միգուցե ինչ-որ մի բան, որ դուք բաց եք թողել, կարելի է լրացնել, այդ հարցը ոնց է։ Հենց այդպես էլ վարվում ենք, մենք ունենք խորհրդակցական մի խումբ, դա պատմության դասախոսների, Հայաստանի պատմության դասախոսների բոյերի դասախոսների ասոցիացիան է, որը շատ երկար անուն ունի, բայց տիտրերում դա երևում է։ Մենք երբ որ մի որևէ բան ուզում ենք անենք մեր մտահղացումները, սկզբից ուղարկում ենք իրանք խմբով ուսումնասիրում են, որոշ բաներ ասում են դա հավաստի չի, որոշ բաներ ասում են, բայց սենց բան էլ կա։ Ավելացում պակասացնում ենք, ստանում ենք սցենարի ուրվագիծը։ Հետո է սցենար, հետո ոնց որ պատմեցի։ Այսինքն ստուգված է ամեն ինչ։ Մենք այնց ենք անում, որ ոչ մի մեր ասածի շուրջ բանավեճ չառաջանա, որտեղ մեր նպատակը համախմբելն է, ոչ թե պարակտելը։
Շատ լավ։ Ես գիտեմ մուլտֆիլմները նաև երկու լեզվով են թարգմանված՝ ռուսերեն եւ անգլերեն։ Սա ըստ իս, եթե ճիշտ եմ, նկատի երկու առավելություն ունի։ Մեկը այն է, որ այլազգի երեխաները, ովքեր որ ծանոթ չեն ընդհանրապես Հայաստանին, հայ ժողովրդին, մեր պատմությանը, կարող են գայթակղվել, գրավել այդ մուլտֆիլմերով եւ ինչ որ չափով ծանոթանալ մեզ եւ մեր պատմությանը։ Նաեւ եւս մի առավելություն կա, որ այն երեխաները, ովքեր որ օրինակ ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, հայեր են, բայց ցավոք սրտի չգիտեն հայերեն, հեռու են մեր արժեքներից, այս մուլտֆիլմերով կարելի է հիմնական թիրախը հենց այդ մարդիկ է, այդ երեխեքն են, որոնք որ ապրում են Ռուսաստանում, լոսում, դեսուդեն, հայերենին լավ չեն տիրապետում, մենք հատուկ թարգմանել ենք իրենց համար այդ երեխաների համար, որպես իրենք միջև վերջ հասկանան էությունը ու հետաքրքրություն առաջանա հայոց պատմության եւ հետեւաբար հետագայում նաեւ լեզվի նկատմամբ։ Եվ սա հնարավորություն է, որ իրենք գոնե շրջվեն կրկին մեր արժեքներին մոտենան։ Իհարկե, սա ծրագիրը ուղղված է նրան, որ մենք պահպանենք մեր հայ տեսակը, հայկական ուրույն արժեքները։ Այդ երեխաները մեր համար խիստ կարևոր են, որտեղ նրանք ավելի շատ են, քան տեղի երեխաները։ Երևի սխալ կլինի ձեզ հարցնել, արդյոք այս մուլտֆիլմերում կա ամենասիրելին ձեր կամ ամենասպասվածներից մեկը, որովհետև բոլոր թեմաներն շատ կարևոր են ու առանձնացնել ինչ-որ մեկը սխալ կլինի։ Հիմա որ ես ձեզ հարցնեմ ձեր երեխաներից որն ավելի սիրելին, դուք ինչ կասեք։ Բոլորը իհարկե։ Բայց օրինակ առաջ ես գիտեմ 10-րդներ էլ նկարվել արդեն։ 10-րդը նկարվել է, մենք ուղղակի մի քիչ ձգձգում ենք, որ մի քիչ հանդիսավոր անենք, որտեղ մենք առօրյաձևով ենք արել։ 10-րդն նկարվում, նկարվել է, 11-ը նկարվում է, 12-ը նկարվում է։ Մենք այս տարի երևի կամփոփենք 12 սերիայով։ Շատ լավ է։ Նայեք, ես գիտեք, համաձայն եմ, մենք ապրում ենք 21-րդ դարում եւ այս մուլտֆիլմերը հասանելի են, համացանցում կա, բոլոր սոցիալական հարթակներում հնարավոր է գտնել, բայց արդյոք կապ կա օրինակ ԿԳՄՍ-ի հետ կամ ուսումնական հաստատությունների հետ, չէ՞ որ լավ կլիներ այս մուլտֆիլմները գոնե օրը մեկ մուլտֆիլմ կամ շաբաթը լավ, գոնե մեկ անգամ այս մուլտֆիլմը դպրոցներում, դասարաններում երեխաներին ցույց տային։ Դե մենք ԿԳՄՍ-ի հետ չենք համագործակցում, մենք մասնավոր նախաձեռնություն ենք, մենք sense ծրագրեր իրականացնելու համար հենց հիմնադրամ ենք բացել։ Հիմնադրամը դա մեր սեփական միջոցներն է, մենք մի 4-5 հոգի մարդ ենք, որոնք որ սեփական միջոցներն են դնում, անայց չի որ շատ հարուստ ենք, բայց նենց էլ չի որ անունակ ենք, էլի։ Դրա համար ինչքան որ կարող ենք, այդքան անում ենք։ Ու չենք ակդրվում ոչ մեկին։ Մենք ուղղակի անում ենք այն, ինչ որ համարում ենք, որ ճիշտ է։ Դպրոցը իհարկե լավ կլներ դպրոցում համապատասխան դարաշրջան ուսումնասիրելիս պատմության դասատուները ցուցադրեին, բայց դա մենք չենք կարող ոչ մեկին պարտադրենք, մենք կարող ենք մենակ խնդրենք, կարող ենք առաջարկենք, այսինքն ոչ թե խնդրենք, այլ առաջարկենք, կընդունեն։ Սովորաբար ցավոք սրտի միշտ այդպես է լինում, որ մարզերը մի տեսակ ավելի անտեսված են լինում, մարզերի երեխաները այն ինչը որ Երևանում ավելի շուտ է ու հասանելի դառնում, մարզերում ցավոք սրտի մի փոքր ավելի ուշ է հասնում։ Ես համաձայն եմ, որ համացանցի օգնությամբ մարզերի երեխաներն էլ կարող են այս մուլտֆիլմերը տեսնել այն, բայց արդյոք կա պլաններում կամ մտածում եք դրա շուրջ, որ օրինակ մարզերում հենց ձեր նախաձեռնությամբ ամեն մի մարզում ինչ որ ժամանակը մեկ հավաքել երեխաների ցուցադրել այս մուլտֆիլմը։ Իհարկե դա պետք է անել։ Իհարկե դա պետք է։ Ավելին ասեմ, երբ որ մենք առաջի սերիան հանեցինք գրերի մասին, մենք առաջի ֆոկուս գրուպան կարիք ունենք ֆոկուս գրուպայի, որ հասկանանք ճիշտ ենք անում, թե սխալ։ Առաջի ֆոկուս գրուպան հենց մարզից երեխեքին բերեցինք, ցուցադրեցինք, որ հասկանանք իրանք ինչ են ուզում, ոնց են դա անցնում։ Ուղղությունը դեպի մարզերը ավելի կարևոր է։ Վերջին հաշվով բոլոր հանճարները ծնվել են գյուղերում։ Դժվար է գտնել մի որևէ հանճարի, որը որ քաղաքում է ծնվել։ Հետևաբար նրանց հետ ավելի շատ է պետք աշխատել։ Դուք արմատները որտեղից եք, պարոն Պետրոսյան։ Հայրական տունը որտեղ է։ Թիֆլիս։ Կարևոր չէ, ինչ կապ ունի։ Վերջին անգամ երբ եք շատ հետաքրքիր է, վերջին անգամ երբ եք գնացել։ Չէ, ես տեղ եմ ծնվել, Երևանցի եմ։
Շատ լավ։ Ես վստահ եմ, որ մենք դեռ այս մուլտֆիլմերի մասին շատ ենք խոսելու, որովհետև իրականում շատ մեծ հայրենանվեր գործ եք անում ու շատ թիրախնել է շատ ճիշտ, որովհետև ինչպես որ դուք նշել եք, վաղը մյուսօր այս երեխաները, ովքեր որ կդառնան 30-40 տարեկան, ովքեր որ որոշում կայացնողներն են լինելու, այ հենց իրենց ձեռքերով ես վստահ եմ, որ մենք կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում ենք։ Իմ միտքը հետևյալն է, իմ սերունդին չհաջողվեց։ Պետություն ստեղծել։ Ձեր սերունդին էլ հələ դեռ այնքան էլ չի հաջողվում։ Բայց ինչի, որտեղ մենք երևի ինչ-որ բան սխալ ենք անում։ Ես ուզում ստեղծենք այն սերունդը, որին որ կարելի է վստահել մեր ազգի հետագա գոյատևումը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Մեր հեռուստատուն եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առհասարակ օրվա ընթացքում գոնե մեկ անգամ բանիմացիայի մուլտֆիլմերը հասանելի են բոլորիս եւ այնինչ տալիս եք ձեր երեխաներին սմարթֆոններով դիտելու կամ հեռուստացույցի առաջ նստում եւ նայում են անիմաստ առողջ ինֆորմացիա չպարունակող մուլտֆիլմեր, խնդրում եմ օրը մեկ անգամ, շաբաթը մեկ անգամ բանիմացիայի մուլտֆիլմներից մեկը միացեք, թող ձեր երեխաներն նայեն։ Մեր հյուրներ բանիմացիայի գաղափարի հեղինակ Սանասար հիմնադրամի հիմնադիր Արա Պետրոսյանն է։ Շնորհակալ ենք շատ։ Այսքանը մնացեք մեզ հետ, իսկ վաղը կաշխատեն ու եթերում կլինեն մեր գործընկերները։ Սա կենտրոն հեռուստաընկերություններ, ձեզ լավ օր։